Խոսվեց մի քանի հոգի այստեղ խոսեցին նաև այսպես անընդհատ, երբ որ փորձում են մեզ հակադարձել 2008 թվականի հետ կապված, մարտի 1-ի հետ կապված ու շատ ուրիշ հարցեր։ Այստեղ երբ որ բովանդակային չի լինում, սկսում է այս հետ գնալ, հիշել, կարծես դրանով փորձելով արդարացնել այն ինչ հիմա կատարվում է, ինչը կարծում եմ ճիշտ չի ու արդար չի, բայց ամեն դեպքում, նաև կարծեմ Վահագն Ալեքսանյանն ասում է մարտի 1-ին անմեղ մարդիկ էին ձերբակալվում ու կալանավորվում, հետապնդվում։ Գիտեք, միգուցե անմեղ մարդիկ այդ ժամանակ ձերբակալվել են, կալանավորվել են, հնարավոր է այստեղ չեն վիճում։ Բայց մի մարդ, եթե հաստատ անմեղ չի ձերբակալվելու դատական գործը իր հետ կապված եղել է, իմ խորին համոզմունքով դա Նիկոլ Փաշինյանն էր։ Ես գիտեք, մեկ-մեկ այս հիշողության երևի ամնեզիա է ելնում շատերի մոտ, ուզում եմ ուղղակի մի ձայնագրություն դնել ու նաև այսօրվա այս ձերբակալությունների ֆոնին, Facebook-ային գրառումների ու զուտ կարծիք արտահայտելու համար մի հատ նայենք էլի այս կոնտեքստում այս խոսակցությունը հիմա եթե լիներ դա ոնց կընկալվեր։ Ես յուրաքանչյուրին կոչ եմ անում, ունենալ ձեռքին ինչ-որ բան, ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Այո! Չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիքը հարյալով! Ասել եք մներ։ Հավաքում ենք, ինչքան հնարավոր է շատ մարդ։ Հիմա ոչինչ սուրհանդակ ուղարկեք, հեռագիր ուղարկեք, ցիտիկ ուղարկեք, մարդկանց հավաքեք այստեղ։ Մի խոսքով, այստեղ շարունակությունը շատ ավելի հետաքրքիր բաներ էլ կա։ Հաջան, եղել է մարտի 1-ին, առավոտը մինչև որևէ զոհ լինելա։ Լավ։ Եվ շարունակեմ, այս հնարավոր է, ժողովուրդ, հնարավոր է, իրականում այս ժամանակ, երբ որ ձեր վարչապետը այս հայտարարությունները անում էր, քարեր վերցրեք, բարիկադներ սարքեք, պաշտպանություն ստեղծեք, հիշացնեմ, չի եղել ոչ մի զոհ։ Ու նաև ուզում եմ հիշացնել, առաջին զոհը եղել է ոստիկան ու ընդհանուր 190-ից ավել ոստիկան այդ օրը տարբեր մարմնական վնասվածքներ ստացել, այրվածքներ, տարբեր բեկորային վնասվածքներ ու քաղաքացիական անձ 32 հոգի։ Ես շատ ցավում եմ այդ օրվա իրադարձությունների համար, բոլոր զոհերի համար, բայց երբ որ այստեղ գալիս եք դրանից խոսում եք, խնդրում եմ նաև արդարությունը փորձեք պահել։ Ու այսօրվա ֆոնին նորից կրկնեմ, այն ինչ կատարվում է, այն ինչի համար մարդկանց ձերբակալում են, ուղղակի սարուձորեն այս ամեն ինչի հետ, այն ինչ որ այս մարդը ասել է։ Մի հատ կարող ենք հիշել տարբեր քրեական գործեր, ինչի համար են մարդիկ ձերբակալվել։ Ու նաև անդրադառնամ մի քանի ուրիշ հարցի։ Բարեկրթության մասով, գիտեք, իմ խորին համոզմամբ բարեկիրթ կամ լինում են կամ չեն լինում։ Մարդ չի կարող այստեղ լինել բարեկիրթ, սրանից դուրս չլինել բարեկիրթ։ Երբ որ դուք սահմանափակում եք ապօրինի կերպով, օրինակ հորս արտերկիր մեկնելը, դրանից հետո որոշ հենց միանգամից դա տեսախցիկը նկարած, ԱԱՑ-ի տեսախցիկի նկարածը հայտնվում է րոպեների ընթացքում, իսկապես րոպեների ընթացքում իշխանական մամուլում սա հայտնվում է, ու սրա շուրջ ինչ որ մարդիկ, որ նաև այսօր այստեղ են գտնվում, սկսում են ամենալկտի ձևով գրառումներ անել։ Սրա պատասխանը ուրիշ տեղ, ուրիշ հարցությունում մի օր տրվելու է, բայց սա բարեկրթությունից բացարձակ հեռու է։ Եթե ուզում եք լինել բարեկիրթ, միայն այս ամբիոնում չի դա պետք լինել, դա պետք է լինել եւ Facebook-ում, եւ այս դահլիճից դուրս, եւ ամենտեղ։ Ու ընդհանրապես այս բարեկրթության հարցը մի հատ տեսեք 18 թվականից հետո դեպքերը ինչպես զարգացան։ Ինչ կարգի բաներ թույլ տրվեց մարդկանց հասցեին, ինչ կարգի արտահայտություններ, ինչ կարգի լկտիություններ։ Ու այս ամեն ինչից հետո գալ այստեղ խոսալ բարեկրթությունից, կարծում եմ առնվազն ազնիվ չեք։